Սիրելի հայրենակիցներ, մի տարեկան զեկույցն ենք քննարկում եւ առհասարակ դժվար է խոսել մարդու իրավունքներից մի դահլիճում, որ շարունակում եմ, թե ավարտվեց նիստը։ Սիրելի հայրենակիցներ, մի տարեկան զեկույցն ենք քննարկում։ Առհասարակ դժվար է խոսել մարդու իրավունքներից մի դահլիճում, որն այս 5 տարիների ընթացքում տեսել է դավաճանություն, անպատժելիություն, բռնության խոսք, բռնության վարք, քաղաքական մշակույթի տոտալ սննկացում եւ արժեզրկում։ Մի միջավայր, որը պարզապես բացառում է երկխոսությունը։ Դժվար է պատկերացնել, բայց այս դահլիճում խորհրդարանական երկրի վարչապետի շուրթերից, վարչապետ, որը ժողովրդավարության եւ սիրո խոստովանություններ է շռայլում, լսել ենք հայհոյանք, ատելության եւ արհամարհանքի խոսք, ժողովրդի մի հատվածի նկատմամբ նրան անվանելով շուն ու շանգյալ։ Եկեք առանց եթևեթելու միմյանց աչքերի մեջ նայելով ասենք, որ այս դահլիճում նստած են մարդիկ, ովքեր պարզապես տեսակային, արժեքային ընդհանրություն չունեն։ Այս դահլիճը արտացոլում է մեր հանրության պատկերը հանրային բևեռացման, ատելության եւ հանրային անհանդուրժողականության քվի տեսենցիան։ Բացարձակապես պատահական չէ, որ ազգային ժողովի վերջին բոլոր սոցհարցումներով ազգային ժողովը ամենացածր հանրային վստահություն եւ հեղինակություն ունեցող ինստիտուտն է։ Որպես քաղաքական հնաբնակ ես չեմ կարող չափսոսալ սրա համար։ Սա թե ռազմավարական եւ թե իմիջային կորուստ է, որը վերականգնելը այնքան էլ հեշտ չէ։ Դուք քաղաքական մեծամասնություն կարմիր գծեր հատելու ոչ մի կաշկանդանք չունեք։ Ձեր թողած հետագիծը մեր պատմությունից այլևս չջնջվող կորուստների եւ աղետների պատմություն է։ Բնականաբար այս մթնոլորտում նաև երկրի համար խիստ ճակատագրական հանգրվանում մարդու իրավունքներից խոսելը իրապես դիսոնանս է առաջացնում, բայց կարծում եմ պիտի խոսել, որովհետև ազգային եւ պետական ինստիտուտների եւ կոնկրետ ՄԻՊ-ի ինստիտուտի հանգամանքով է գոյանում նաև երկրի պատկերն ու որակը։ Տիկին Մանեսյան, ներկա ցավալի իրողությունների համար ձեզ մեղադրելը եւ բոլոր սլաքները ուղղակի ձեր կողմ ուղղելը ճիշտ չէ, բայց դուք նաև սահմանադրական անկախություն ունեցող այն ինստիտուտն եք, որը բավարար կամք եւ անկախություն ունենալու պարագայում կարող է փոփոխություն բերել։ Բայց փոփոխություն, այն էլ մարդու իրավունքների պարագայում, երբ Հայաստանը տարիներ շարունակ հակառակ ժողովրդի ինքնաբրենդավորման շարունակում է մնալ որպես մասնակի ազատ, ավտորիտար ռեժիմի վերաճած մի երկիր, ուր իշխանության բոլոր ճյուղերը կենտրոնացած են մեկ մարդու ձեռքում եւ երկիրը բռնել է հարաճուն ոստիկանապետության ճանապարհը։ Բռնությունը, դատական ոլորտի բարեփոխումների տապալումը, մարդու իրավունքի եւ հիմնարար ազատությունների ոտնահարումները, քաղաքական բանտարկյալները, սահմանադրական կարգի խախտումներն ու եկեղեցու հալածանքը մեր իրականության մշտական ուղեկիցն են։ Երեք վեդույում ձերբակալված բռնության ենթարկված անչափահասների հորեղբայրը մեր երկրում տիրող մարդու պաշտպանվածության ամենացավալի եւ ցցուն պատկերն է։ Մարդը դիմել է ինքնիրավչության, որովհետեւ ամիսներ շարունակ անպաշտպան է եղել իրավապահ համակարգի հանցավոր անկապությունը դրսևորել։ Լսում ես մանկավարժական կոլեկտիվի հարցազրույցները եւ հասկանում, որ պարզապես ոստիկանական ծածկադմփոց է տեղի ունեցել։ Այսպիսին է բարեվարկված եւ ռեֆորմախեղտ ոստիկանության պատկերը։ Դե հո ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչի մասին չէր, որ միանգամից փռեին ասֆալտին, կողեր ու ծնոտ ջարդեին։ Եվ կշարունակվեր այս ծածկադմփոցը, եթե չլիներ լրագրողի եւ փաստաբանների համառությունը։ Նորից եմ կրկնում, ինչպես ասել եմ նաև երեք այս ամբիոնից գլխավոր դատախազին, Հայաստանում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պաշտպանված չէ, եւ սա բացակա պետության նշան է։ Եվ այս պատկերը համարյա թե բոլոր ոլորտներում է անպատասխանատվություն եւ անտերություն։ Հիմա ձեզ եմ դիմում Տիկին Մանեսյան։ Ես եւ բնականաբար մեր քաղաքացիները ուզում ենք հասկանալ, թե ինչ է փոխում հայ մարդու եւ մեր հասարակության կյանքում ձեր զեկույցը եւ առհասարակ կանխարգելման ազգային մեխանիզմ հանդիսացող մի ինստիտուտի գոյությունը։ Նայում են վիճակագրությունը 2022-25 թվականների վիճակագրությունը գրեթե նույն պատկերի վերարտադրությունն է։ Ձեր առաջարկների կատարումը 20-30%-ի շրջագծում է։ Հաշվետու ժամանակահատվածում ձեր 487 առաջարկներից ամբողջությամբ կատարվել են 113-ը, որը ընդամենը 23.2% է։
Խնդիրները նույնությամբ կրկնվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների տասնյակ ոտնահարումներ եւ անպատժելիություն, ավան վարչական շրջան եւ այլն օրինակները հարյուրավոր են։ Ծանր իրավիճակ քրեական արդարադատության ոլորտում, բանտերում խոշտանգումներ, բժշկական օգնության անբավարար մակարդակ, ինքնավնասում կատարած անձանց եւ ինքնասպանությունների աճ 2025-ին կարծեմ դա հասել է 8-ի եւ բնականաբար դրանք չեն դառնում պատշաճ քննության առարկա։ Ոստիկանության կողմից իրականացված խոշտանգումներ, Սամվել Վարդանյանի գործը, ապօրինի զինատեսակների գործածում եւ պատասխանատվության ենթարկված ոչ մի ոստիկան 25 թվականի դեկտեմբերի տվյալներով։ Բազմաթիվ խնդիրներ խոսքի ազատության ոլորտում, լրագրողների դեմ հարձակումներ, ապատեղեկատվություն, ատելության խոսքի բարձր, ես կասեի խայտառակ մակարդակ, լրագրողների թիրախավորում։ Այս ամենը բնականաբար միջազգային ինդեքսներում լուրջ նահանջ արձանագրել եւ Հայաստանը 34-ից իջել է 50-րդ հորիզոնականի։ Դուք Տիկին Մանեսյան շարունակում եք արձանագրել եւ գեղեցիկ ելույթներ ունենալ։ Մի խոսքով պատկերը կայուն անարդյունավետություն, նույն խնդիրներով, նույն ցածր կատարողականներով։ Եվ մի ինստիտուտ, որի առաջարկների մոտ 70%-ը կամ չի կատարվում, կամ կատարվում է կիսատ-պռատ, դա արդեն ոչ թե տեխնիկական խնդիր է, այլ ես կասեի համակարգային խնդիր։ Եվ շատ կարևոր մի հաստատում եմ ուզում անել, դուք շատ լավ խոսում եք, էջերով զեկույցներ պատրաստում, բայց մարդու իրավունքների պաշտպանությունը չի չափվում գրված էջերի քանակով, այլ փոխված կյանքով, փոխված հասարակությամբ, հանրությամբ։ Եվ դուք սոսկ հայտարարություններ տարածող ծառայություն չեք, ոչ էլ հասարակական կազմակերպություն եք, այլ կանխարգելման ազգային մեխանիզմ, որը երաշխավորված է ՄԱԿ-ի կոնվենցիայով եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ։ Եվ այստեղ բնականաբար պիտի խոսեի ձեր վստահության մասին, ձեր ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության մասին, որը բնականաբար դրսևորվում է եւ պիտի դրսևորվի եւ արդյունքն է ձեր նկատմամբ վստահությունը դրսևորվի արդյունքներով։ Եվ հիմա անցնեմ այն վերջին հարցին, որի շուրջ ես ձեզ հարց տվեցի, խոսքը վերաբերվում է մեր ռազմագերիներին, Ռոբեն Վարդանյանի նամակը, Դավիթ Իշխանյանի նամակը անձամբ ձեզ ուղղված։ Եվ այդտեղ բնականաբար ես հետևում եմ այս գործընթացներին եւ բազմաթիվ ձեր հարցազրույցներ եմ լսել, մեկնաբանություններ եւ այլն։ Թույլ տվեք ասել, որ դուք շարունակ թաքնվում եք այսպես մի մարդու կերպարի մեջ, որը շատ բան գիտի, բայց այս խոխունության որոշում ամեն ինչ ասել, որտեվ ուղղորդվում եք մի վնասիր սկզբունքով։ Եվ կարելի է մտածել, թե ինչ որ գործողություններ են կատարվում եւ դուք չեք խոսում, որպեսզի չվնասեք։ Բայց ես ուզում եմ ասել, որ իսկապես մարդասիրական եւ իրավական հնարավոր մեխանիզմները, եթե գործադրված լինեին, մենք բոլորովին այլ պատկերի առջև այսօր կանգնած կլինեինք։ Ըստ էության, եթե կա խաղաղության գործընթաց, որը այսքան տարփողվում է քաղաքական մեծամասնության կողմից, այդ ի՞նչն ենք վնասում։ Մյուս կողմից, եթե կա խաղաղության գործընթացի երկուստեք փոխանակումները, այդ նավթ ու գազին չեմ ուզում անդրադառնալ, այս կոնտեքստում ուղղակի բարոյական չի, բայց տեսեք խմբերի փոխանակումներ են տեղի ունենում, նշանակում է ինչ որ իրավակ մարդասիրական գործընթացներ կան, այնուամենայնիվ շփումներ կան։ Եվ ես կարծում եմ, որ բավարար քաղաքացիական ասեմ, քաղաքականը չի կարելի ձեր կոնտեքստում օգտագործել, եթե բավարար քաղաքացիական կամք եւ մասնագիտական եւ մարդկային կամք դրսեւորեիք, դուք կարող եք այդ միջանցքում տեղավորվել եւ այս խնդիրները տեղ հասցնել։ Մենք չենք խոսում, ես եւ իմ գործընկերները, մենք չենք խոսում այսպես բոլորովին դիվանագիտական ընթացքների մեջ մտնելու, ձեր մանդատը գերազանցելու մասին։ Բնականաբար հասկանում ենք, որ դուք դիվանագիտական կառույց չեք եւ սահմանափակված եք ձեր գործունեությամբ։ Բայց մենք խոսում ենք մարդասիրական եւ իրավական մեխանիզմների մասին, որը թույլ է տալիս թե ՄԱԿ-ի կոնվենցիան եւ թե ձեր առաքելությունը, հումանիստական առաքելությունը։ Եվ մենք խոսում ենք միջազգային մոնիտորինգային մեխանիզմների մասին, կանխարգելիչ մեխանիզմների մասին, եւ եթե ձեր նամակագրությունը, թղթակցությունը միջազգային կառույցների հետ բավարար հետևողական լիներ, կարող էիք արդյունքներ արձանագրել։ Այ դուք ասում եք, դուք հավատում եք միջազգային կազմակերպություններում եւ միջազգային շրջանակներում մեր պետության կատարած աշխատանքներից եւ գոհ եք։ Չէ՞, մի քանի հարցազրույցներում բավարար եք գնահատում եւ ձեր միջամտությունը այդտեղ չեք տեսնում։
Եթե խոսքս ժամանակ ավարտվում է, խնդրում եմ մեր ֆրակցիայի հաշվին ինձ տալ մեկ կամ երկու րոպե, ես հիմա կավարտեմ։ Դուք ասում եք վստահաբար, որ աշխատանք կատարվում է եւ այդ արդյունքները դուք տեսնում եք։ Ես նորից եմ կրկնում, ձեր առաքելությունը ավելին է, քան այն, ինչ գրված է թղթի վրա։ Մարդասիրություն, հումանիզմ, քաղաքացու եւ մարդկային կամք եւ ինչու՞ չէ, նաեւ պետության հետ երկխոսություն, համոզմունքի դաշտից եւ այլն։ Իսկ այն հանգամանքը, որ դուք ասում եք պետությունը բավարար աշխատանք է կատարում այս ուղղությամբ, ես ուզում եմ ուղղակի սառը ջուր լցնել ձեր այդ համոզումի վրա, որտեղ որպես ԵԱՀԿ խորհրդանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակության անդամ, ուղիղ 1 տարի առաջ, երբ Պորտոյում ես կարողացա Մարդու իրավունքների զեկույցում համապատասխան բանաձև մտցնել, որը պահանջում էր, որպեսզի մոնիտորինգային անկախ խումբ մեկնի Բաքու մշտադիտարկում իրականացնելու Բաքվի բանտերում կեղեքվող հայ քաղբանտարկյալների եւ Ադրբեջանում ոչնչացվող շարունակվող մշակութային ցեղասպանության նկատմամբ մեր հուշարձանների եւ մշակութային ժառանգության նկատմամբ մեր պատվիրակության անդամները դեմ եղան։ Եվ 30 օտարազգիներ, ոչ հայեր, կողմ քվեարկեցին։ Այս է միջազգային հարթակներում, միջազգային, այսպես ասեմ, միջանցքներում Հայաստանի դիվանագիտական պատկերը եւ քաղաքական կամքը։ Ես նորից եմ մնում այն համոզումի, եթե բավարար կամք դուք էլ դրսևորեք, բավարար կամ բավարար ցանկություն, միջազգային թե իրավունքները, թե մեխանիզմները ձեզ թույլ են տալիս կարողանալ հասնել նրան, որպեսզի գործադրվեն մոնիտորինգային մեխանիզմներ, կամք, ցանկություն եւ իշխանության քաղաքական կուրսին չհաշտվողականություն։ Դուք ձեր համար որդեգրել եք հարմարավետության մի ռեժիմ, հանկարծ այսպես քաղաքական տրենդից դուրս չմնամ։ Բայց ես կարծում եմ, ձեզ համար էլ է կարևոր, թե ձեր մասնագիտական հետագիծը, թե ձեր մասնագիտական վարկը եւ հանրության մեջ ընկալումները եւ վստահությունը ձեր ինստիտուտի նկատմամբ դուք ուշ չի, դեռ ունեք շանս բավարար կամք դրսևորելու պարագայում գործադրել կարևոր մեխանիզմներ։ Շնորհակալություն։